Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք որոնողական գործողություններ Օմահայում, որոնվում են Միսուրիի գետում անհետացած 2 դեռահաս և 1 երեխա։ Կրակահեր Դալասի դպրոցում 17-ամյա աշակերտը վիրավորել է 4 ուսանողի, դասերը կասեցվել են։ Թրամփի վարչակազմը դատի է տալիս Մենին տրանսգենդեր մարզիկների արգելքի շուրջ։ Սենատոր Քրիս Վան Հոլենը պահանջում է ազատ արձակել Կիլմար Գարսիային արտաքսման դատական արգելքից հետո վերջինիս մերժել են բանտ այցելել։ Կալիֆոռնիան դիմում է դատարան ընդդեմ Թրամփի մաքսային տուրքերի հայտարարությունը նահանգապետ Կևին Նյուսոմից։ ԱՄՆ-Ճապոնիա մաքսային ճակատում Թրամփն անձամբ է մասնակցում բանակցություններին։ Չինաստանը շփոթված է 245% մաքսատուրքի հայտարարությունից հետո։ Պետդեպարտամենտը լուծարում է ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը խոսքի ազատության անվան տակ։ Թրամփն առաջարկում է թույլատնել վտանգված տեսակների պաշտպանության կանոնները։ Հյուսիսափայլը վերադառնում է, որտեղ եւ երբ դիտել այս հրաշալի երևույթը, րոպեներ անց կիմանաք, արդյոք ձեր նահանգը հարմար կետում է։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Նախապես շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար։ Գրեք մեզ նաեւ թե ինչ թեմաներ են ձեզ ամենից շատ հետաքրքրում։ Հրշեջներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները փնտրելով 2 դեռահաս աղջիկների և 1 երեխայի հավանաբար տիերը, ովքեր անհետացել են Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում Միսուրի գետի սառը ջրերում։ Որոնվում են 2 18-ամյա աղջիկներ և 11-ամյա մի երեխա, ովքեր երեքշաբթի երեկոյան մտել էին գետը ձուկ որսալու։ 4-րդ աղջիկը 13 տարեկան կարողացել է ինքնուրույն դուրս գալ ափ և տեղափոխվել է հիվանդանոց հիպոթերմիայի ախտանիշներով։ Դալասի ավագ դպրոցներից մեկում աշակերտներից մեկը կրակահերթ է բացել մոտ տարածությունից, որի արդյունքում 4 աշակերտ է վիրավորում ստացել։ Հրազենային վիրավորում ստացած 3 աշակերտների տարիքը եղել է 15-ից 18 տարեկան, 4-րդ տուժածի տարիքը չի հստակեցվում, սակայն նրա վնասվածքը բնութագրվել է որպես ստորին վերջույթի մկանային ոսկրային վնասվածք։ Մեղադրվող աշակերտը դպրոց է մուտք գործել բաց և չապահովագրված դռնով, այնուհետև ուղևորվելով միջանցքով դեպի աշակերտների խումբը սկսել է կրակել նրանց վրա։ 17-ամյա կասկածյալն այժմ պահվում է Դալասի շրջանի բանտում, մեղադրվելով զանգվածային հարձակումով ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Դպրոցի տեսչության ղեկավար Ստեֆանի Էլիսալդենը հայտարարել է, որ դպրոցի աշխատանքները դադարեցվել են մինչև շաբաթվա վերջ, սակայն հոգեբաններ և խորհրդատուներ կլինեն հասանելի աշակերտների համար։ Կասկածյալի համար սահմանվել է $600,000 գրավի չափ։ Թրամփի վարչակազմը դատի է տվել Մեն նահանգին կառավարական այն նախաձեռնությանը չենթարկվելու համար, որը նպատակ ուներ արգելել տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը աղջիկների և կանանց սպորտին։ Դատական հայցը հետևել է մի քանի շաբաթ տևած դիմակայությանը Թրամփի հանրապետական վարչակազմի և դեմոկրատ նահանգապետ Ջանետ Միլզի միջև։ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին մամուլի ասուլիսում ասել է, որ սա Թրամփի համար առաջնահերթ խնդիր է։ Նրա խոսքով հնարավոր է նմանատիպ դատական գործընթացներ սկսվեն նաև Մինեսոտայի և Կալիֆոռնիայի դեմ։ Պարզ բան է, աղջիկներն աղջիկների սպորտում են խաղում, տղաները տղաների, հավելել է Բոնդին։ Այս ամսվա սկզբին Մենն ինքն է դատի տվել վարչակազմին, երբ գյուղատնտեսության նախարարությունը դադարեցրել էր մանկական սննդի ծրագրերի ֆինանսավորումը։ Դաշնային դատավորը որոշում էր կայացրել պարտավորեցնել վերականգնել այդ միջոցները։ Վերջին 5 տարիներին տրանսգենդեր անձանց իրավունքները դարձել են խորը քաղաքական վեճի առարկա։ 26 նահանգներն արդեն օրենքով արգելել են տրանսգենդերների մասնակցությունը աղջիկների դպրոցական սպորտին։ Մերիլենդի սենատոր Քրիս Վան Հոլենը այցելել է Էլ Սալվադոր և հանդիպել երկրի փոխնախագահի հետ, կոչ անելով ազատ արձակել Կիլմար Աբրեգո Գարսիային։ Վերջինս մարտին տեղափոխվել է Սալվադոր Թրամփի վարչակազմի կողմից, չնայած միգրացիոն դատարանի որոշմանը, որը արգելում էր նրա արտաքսումը։ Սան Սալվադորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վան Հոլենը հայտարարել է, որ փոխնախագահ Ֆելիքս Ուլոան ասել է, իրենց կառավարությունը չի կարող Աբրեգո Գարսիային վերադարձնել ԱՄՆ և հրաժարվել է անգամ թույլ տալ, որ սենատորը տեսակցի նրան բանտում։ Թրամփի վարչակազմն ու Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն այս շաբաթ կրկին հայտարարել են, որ Աբրեգո Գարսիային վերադարձնելու հիմքեր չունեն, չնայած որ ԱՄՆ գերագույն դատարանը նրան վերադարձնելու հորդոր է արել։ Շուտով կարող է ձևավորվել կոնգրեսական պատվիրակություն, որը կայցելի Էլ Սալվադոր Գարսիայի վիճակը ուսումնասիրելու նպատակով։ Եթե ուղևորությունը չհաստատվի, որոշ դեմոկրատներ մտադիր են մեկնել սեփական նախաձեռնությամբ։ Դաշնային դատավոր Ջեյմս Բոազբերգը հայտարարել է, որ գտել է բավարար հիմքեր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դատարանի նկատմամբ քրեական անարգանքի մեջ մեղադրելու,
չկատարելու համար իր հրամանը, կանգնեցնել Էլ Սալվադոր միգրանտների տեղափոխող ինքնաթիռների թռիչքները։ Բոազբերգը նախազգուշացրել է, որ կարող է գործը փոխանցել քրեական հետապնդման, եթե վարչակազմը կամովին չկատարի իր որոշումը։ Վարչակազմը կարող է մաքրել իր անարգանքը, վերադարձնելով Միացյալ Նահանգների պահման տակ նրանց, ովքեր ուղարկվել են Էլ Սալվադորի բանտատանի որոշման խախտմամբ, որպեսզի այդ մարդիկ կարողանան օգտվել իրենց իրավունքից վիճարկելու արտաքսումը։ Եթե Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրաժարվի հետապնդում հարուցելուց, Բոազբերգը հայտնել է, որ կնշանակի այլ փաստաբանի մեղադրանք ներկայացնելու համար։ Սահմանադրությունը չի հանդուրժում դատական որոշումների դիտավորությամբ չկատարելը, հատկապես գործադիր իշխանության այն ներկայացուցիչների կողմից, ովքեր երդվել են պահպանել այն, գրել է Բոազբերգը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն այսօր հայտարարել է, որ նահանգը դատական հայց է ներկայացնելու վիճարկելու նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունը լայնածավալ մաքսային տուրքեր սահմանելու հարցում, որոնք ըստ Նյուսոմի սրել են համաշխարհային առևտրային պատերազմ։ Դատական հայցով պնդվելու է, որ Թրամփի կողմից միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի կիրառմամբ Մեքսիկայի, Կանադայի, Չինաստանի նկատմամբ մաքսային տուրքեր սահմանելը կամ բոլոր ներմուծումների վրա տուրք կիրառելը անօրինական է։ Այդ օրենքը նախագահին թույլ է տալիս սառեցնել եւ արգելափակել գործարքները արտաքին սպառնալիքներին ի պատասխան։ Հայցը կներկայացվի Կալիֆոռնիայի հյուսիսային շրջանի դաշնային դատարան։ Ըստ Նյուսոմի գրասենյակի տարածած հայտարարության մաքսային նման տուրքերի սահմանումը պետք է իրականացվի կոնգրեսի հաստատմամբ։ Նյուսոմն ընդգծել է, որ կիրառված մաքսերը լուրջ վնաս են հասցրել Կալիֆոռնիայի տնտեսությանը, բարձրացնելով ապրանքների գները։ Նահանգը դատարանից կխնդրի անհապաղ արգելափակել մաքսային տուրքերի կիրառումը։ Դոնալդ Թրամփը ներգրավել է Ճապոնիայի հետ ընթացող առևտրային բանակցություններում, նշան այն բանի, թե որքան կարևոր են այս քննարկումները։ Թրամփը հայտարարությունը տարածել է իր սոցիալական ցանցում, նշելով, որ ներկայանալու է բանակցություններին ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի եւ առևտրի նախարար Հոբերտ Լուտնիկի հետ, որոնք առանցքային դեր ունեն տնտեսական քաղաքականության եւ մաքսային ռազմավարության մեջ։ Հուսով եմ ինչ-որ բան կստացվի, որն օգտակար կլինի Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների համար, գրել է նա։ Ճապոնիան առաջիններից է, որ սկսել է բաց բանակցություններ Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ զանգահարում են փորձելով բանակցել եւ խուսափել մաքսերից մինչեւ 90-օրյա դադարի ավարտը։ Ապրիլի 18-ին նախատեսված է Թրամփի հանդիպումը նաեւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որը ըստ կանխատեսումների Միացյալ Նահանգներ կբերի Եվրամիության տեսակետը կապված մաքսային հարցերի կարգավորման հետ։ Չինաստանի հետ լարված առևտրային պատերազմի ֆոնին Սպիտակ տան հայտարարությունը, ըստ որի որոշ չինական ապրանքների նկատմամբ կիրառվում է 245% մաքսատուրք, շփոթություն է առաջացրել Պեկինում։ Արդյոք սա նոր մաքսատուրք է։ Իհարկե ոչ։ Թրամփի նոր մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ շարունակում են մնալ 145%, սակայն Սպիտակ տունը պարզաբանել է, որ 245%-ը ներառում է ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կիրառվող մաքսատուրքերը, սկսած Բայդենի եւ Թրամփի առաջին վարչակազմերից, հատկապես էլեկտրական ավտոմեքենաների եւ ներարկիչների նկատմամբ նախկինում Բայդենի վարչակազմը արդեն սահմանել էր 100% մաքսատուրք, եւ այժմ Թրամփի նոր տուրքերով այդ ապրանքները դարձել են 245% սակագնի թիրախ։ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից առաջ որոշ չինական ապրանքների նկատմամբ արդեն իսկ կիրառվում էին 7.5%-ից 100% մաքսատուրքեր։ Թրամփը հայտարարել է. Գնդակը հիմա Չինաստանի դաշտում է։ Չինաստանը պետք է գործարք կնքի մեզ հետ, մենք պարտավոր չենք գործարք անել նրանց հետ։ Այս հայտարարությունը փոխանցել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Պետդեպարտամենտը փակել է այն գրասենյակը, որը զբաղվում է ռուսական, չինական եւ իրանական ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների դեմ պայքարով։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ փակել է համաշխարհային ներգրավվածության կենտրոնը, քանի որ այն ըստ նրա խախտել է խոսքի ազատությունը թե Միացյալ Նահանգներում, թե այլուր։ Գրասենյակը երկար ժամանակ եղել է պահպանողականների քննադատության թիրախում, մեղադրելով կողմնակալություն ցուցաբերելու մեջ։ Որոշ դեպքերում կենտրոնը բացահայտել է ամերիկյան կայքեր եւ սոցցանցերի օգտահաշիվներ, որոնք ըստ կենտրոնի տարածել են ապատեղեկատվություն, մասնավորապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյայի պարտականությունն է պաշտպանել եւ պահպանել ամերիկացիների խոսքի ազատությունը, հայտարարել է Ռուբիոն, մեղադրելով կենտրոնին, որ այն գործել է նպատակաուղղված լռեցնելու եւ գրաքննության ենթարկելու հենց այն ամերիկացիներին, որոնց պետք է ծառայեր։ Թրամփի վարչակազմը առաջարկել է էական փոփոխություն կատարել վտանգված տեսակների պաշտպանության կարգավորման մեխանիզմներում, վերացնելով այն կանոնակարգային դրույթը, որը պահանջում է պաշտպանել այդ տեսակների կենսաբանական միջավայրը։ Այս քայլը համահունչ է նախագահ Դոնալդ Թրամփի խոստումին վերանայել եւ չեղարկել այն կանոնակարգերը, որոնք ըստ նրա ավելորդ բեռ են բիզնեսի համար։
Վտանգված տեսակների մասին օրենքը առանցքային դեր ունի պետական գործակալությունների որոշումների մեջ, երբ խոսքը վերաբերում է նավթագազային, հանքարդյունաբերական, էլեկտրահաղորդման եւ այլ գործունեության թույլատվություններ տալուն դաշնային տարածքներում։ Օրենքը պահանջում է գնահատել այն արդյունաբերական նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, որոնք կարող են սպառնալ վտանգված տեսակներին։ Նոր առաջարկի համաձայն նախատեսում են վերացնել վնաս հասկացության սահմանումը, ինչպես այն կիրառվում է ներկայիս կանոնակարգերում։ Օրենքը, որն ընդունվել է 1973 թվականին, համարվում է առանցքային օրենքներից մեկը վերացման եզրին հասած կենդանիների եւ բույսերի պահպանության համար։ Հասարակությունը կարող է մեկնաբանություններ ուղարկել այս առաջարկի վերաբերյալ դրա պաշտոնական հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում։ Բնապահպանական կազմակերպությունները խստորեն դատապարտել են այս քայլը։ Անհնար է պաշտպանել կենդանիներին եւ բույսերին վերացումից առանց պաշտպանելու նրանց միջավայրերը, հայտարարել է կենսաբազմազանության կենտրոնի վտանգված տեսակների համատենորեն Նոա Գրինվալդը։ Հյուսիսափայլը երեքշաբթի գիշերը երևացել է ԱՄՆ մի քանի նահանգներում, սակայն եթե դուք այն բաց եք թողել, դեռևս կարող եք դիտել այն այս գիշեր։ Ուժեղ արևային փոթորիկ արձակել է մասնիկներ, որոնք փոխազդում են երկրի մագնիսոսֆերայի հետ, առաջացնելով հյուսիսափայլ։ Կանադացիներն ու Ալյասկայի բնակիչները դեռևս լավագույն դիրքում են հյուսիսափայլը դիտելու համար, սակայն Միացյալ Նահանգների հյուսիսային մի քանի նահանգներում նույնպես հնարավոր կլինի վայելել այս գեղատեսիլ երևույթը չորեքշաբթի գիշերը։ Այն տեսանելի է հետևյալ նահանգներից որոշ մասերում՝ Վաշինգտոն, Այդահո, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Մինեսոտա, Վիսկոնսին, Վայոմինգ, Հարավային Դակոտա, Այովա, Միչիգան, Նյու Յորք, Վերմոնտ, Նյու Հեմփշիր եւ Մեյն։ NOAA-ը նշում է, որ հյուսիսափայլը լավագույնս երևում է կեսգիշերից 1-ից 2 ժամ առաջ կամ հետո, եթե եղանակային պայմանները պարզ են։ Հնարավորության դեպքում ցանկալի է դուրս գալ քաղաքից խուսափելու լույսի շեղումից, առավել լավ դիտելու համար։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։